հայտնի Փարպեցի փողոցն է, որտեղ տեղի ունեցել հայտնի ամենահայտնի թերևս բռնության դեպքերից մեկը, դա DIY-ի այսպես այրելներ մոտավորապես այստեղ էր, բայց շատ ժամանակ անցել, այստեղ շատ բան է փոխվել իրականում։ Սեփականատեր, ծոմակաընկերները մեծ խնդիրներ ունեցան դրանից հետո, հետապնդումների ենթարկվեցին, պաշտպանված լինելու փոխարեն իրականում պարզվեց, որ Հայաստանում իրենք տեղ չունեն, իրենք անվտանգ չեն ու չեն կարող շարունակել ապրել Հայաստանում զուտ մարդկային անվտանգության տեսանկյունից, որովհետև օրենքը, իրավունքը այստեղ չաշխատեցին։ Սա, այսպես ասած, նախադեպ ստեղծեց, որոշ մարդկանց մոտ տպավորություն ստեղծեց, որ կարելի է բռնություն կիրառել, գտնել լավ հովանավորների դեմս որոշ կուսակցությունների կամ բարձրաստիճան պաշտոնյաների ու ստանալ այսպես արտոնություններ։ Մեծ մասամբ Եվրոպական դատարանի որոշումները չեն էլ առանձնապես շրջանառության մեջ դրվում պետական մարմինների կողմից, որովհետև դա փաստացի պետության պարտությունն է։ Հասարակությունն էլ, որը դեռ շարունակում է ապրել կարծրատիպերով, շատ ինֆորմացիայի, մեծ ծավալ ինֆորմացիայի պակաս ունի։ Հասարակության մի զգալի մասը պատկերացում չունի, թե որն է իրականում հարցի էությունը։ Եվ հետևաբար շատ լավ, շատ գեղեցիկ կարողանում են մանիպուլացնել։ Միայն իրավական ակտերով փոփոխության հասնել հնարավոր չի լինի, որովհետև դու կարող ես ունենալ բավարար իրավական դաշտ, բայց չունենալ հասարակություն, որը պատրաստ է այսպես հաշտ համերաշխ տոլերանտ իրար ընդունելով ապրել։ Ու սա ամենակարևոր մասն է։ Ցավալիորեն իրավապահ մարմիններում շատ մեծ թվով մարդիկ են աշխատում, ովքեր որ հոմոֆոբ են, սարսափելի հոմոֆոբ են, եւ խոսքը եւ քննիչների եւ դատախազների եւ ամենացավոտը ինձ համար կոնկրետ ամենացավոտը դա դատավորների մասին է խոսքը։ Ու իր ամբողջ գործունեությունը ոչ թե արդարություն իրականացնելն է, ոչ թե օրենքով պահանջվող process-ներ իրականացնելն է, այլ ամեն գնով բռնարարին արդարացնելու process-ն է գնում։ Թեպետ կան շատ իրադարձություններ, դեպքեր, որոնք մարդու LGBT անձ լինելու հետ կապ չունի։ Այսինքն, եթե մարդը բռնության է ենթարկվել եւ օրինակ ոստիկանությունը բողոքը չի ընդունում, դրա պատճառը LGBT լինելը չի։ Դրա պատճառը համակարգի վատ աշխատելն է։ Մենք պիտի սովորենք խոսել իրար հետ, խոսել հանգիստ, ընդունել, որ կան մարդիկ, ովքեր որ ինչ որ տարաձայնություններ ունեն, ինչ որ բաներ չեն ընդունում։ Դա էլ իրանց տեսակետն է։ Գուցե ընդունելի չի, գուցե այդքան ցանկալի process չի, բայց իրանք էլ այդպես մտածող են եւ տոլերանտությունը իրականում տոլերանտության ամբողջ գաղափարը նրա մեջ է, որ մենք իրար ընդունում ենք, թեև տարբեր ենք։